Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի ջերումարկային կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Ինչ անց կներկայացնեմ օգոստոս ամսվա կանխատեսումները, բայց Ինչ բուն թեմային անցնելը մի ուրախալի լուր հայտնեմ ձեզ սիրելի բարեկամներ, ձեր բազմաթիվ խնդրանքներով որոշեցի շարունակել այդ բացառիկ ակցիան 50% զեղչի մոնլայն խորհրդատվության համար, նաև բոլոր մոգական ծառայությունների համար, քանի որ օգոստոսը բավականին բարդ օրհասական եւ ճգնաժամային ամիս է, որոշեցի շարունակել ակցիան եւ ձեզ այսպիսի ամառային անակնկալ մատուցել սիրելի բարեկամներ, այնպես որ շտապեք հերթագրվել, տեղերը խիստ սահմանափակ են սիրելիներս։ Սիրելի բարեկամներ, ինչպես եւ կանխատեսել է դեռևս 1 տարի առաջ, ամառ այս տարվա 26 թվականի ամառ, հատկապես հուլիս եւ օգոստոս ամիսները բավականին բարդ, անկանխատեսելի եւ ճգնաժամային ամիսներ են ըստ էության, հուլիսը արդեն մենք տեսանք ինչպիսի դժնդակ, անկանխատեսելի, ավերիչ ամիս էր, թե տարերային աղետների տեսանկյունից, թե ռազմական այդ գործողությունները, տեսեք, վերսկսվեցին, ինչպես եւ կանխատեսել էի, Իրան-ԱՄՆ ռազմական գործողությունները վերսկսվեցին, նաեւ բավականին թեժ է ռուս-ուկրաինական ճակատում, ընդհանրապես պատերազմի աշխարհագրությունը ընդլայնվում է մերձավոր արևելքում, որը որ շատ մտահոգիչ ուրեմն փաստ է եւ այդ ամենը, այդ բոլոր իմ նախանշված զարգացումները շարունակվելու են նաև օգոստոս ամսվա ընթացքում ըստ էության բեկումնային եւ ճակատագրական օգոստոս, սիրելի բարեկամներ, ինչ է մեզ սպասվում, ինչու է օգոստոսը բեկումնային եւ ճակատագրական, նախ, որովհետեւ օգոստոսի ընթացքում մենք կունենանք այս տարվա ամառային խավարումների միջանցք, օգոստոսի 12-ից 28 ընկած ժամանակահատվածում տեղի կունենան այդ խավարումները եւ կբացվի եւ կփակվի ամառային միջանցքը։ Օգոստոսը բավականին լարված ամիս է, մի շարք հանգամանքներից ելնելով, հատկապես օգոստոսի երկրորդ կես, օգոստոսը բավականին էներգետիկ, էներգիայով լի ամիս է լինելու, բավականին այսպես ակտիվ գործողությունների մեծ ցանկությամբ լի ամիս է լինելու, բայց այնուամենայնիվ ոչ բոլոր գործողությունները, ոչ բոլոր նախաձեռնությունները, սիրելի բարեկամներ, օգոստոս ամսվա ընթացքում կհասնեն իրենց ցանկալի արդյունքի եւ հանգուցալուծման ցավալիորեն եւ խավարումների միջանցքի պատճառով եւ նաեւ այն պատճառով, որ մարս-օգոստոս ամսվա ընթացքում այդ գործողությունների մոլորակը գտնվելու է խեցգետնում, այսինքն իր թուլության դիրքում Նաև մի շարք այլ հանգամանքների պատճառով շարունակվում է Արեգակի եւ Յուպիտերի միությունը, Յուպիտերը մեծերչանկության մոլորակը, որը հովանավորում է մարդկանց, որը հովանավորում է դրական զարգացումները, որը ճանապարհներ է բացում մարդկանց առջև, տալիս է հնարավորություններ հասնելու նպատակներին, ահա Յուպիտերը շարունակաբար այրված է մնալու մինչև օգոստոսի 10-ը Եվ դա նշանակում է, որ այսպես կապված են ձեռքերը, հովանավորների կապված են բարի ինչ-որ զարգացումների, դրական զարգացումների ընթացքը կապված է, չի ստացվում ինչ-որ փակ հանգամանքներ կան,
նու եւ բայց այնուամենայնիվ անգամ արեգակի հետ սերտ միությունից հետո, այսինքն այրվելուց հետո ընդհանրապես ըստ ավանդական աստղաբանության մորակը շարունակում է գտնվել ստրուկի կարգավիճակում, այսինքն նա լիարժեքորեն ազատ չէ եւ որոշ ժամանակ եւս, այսինքն Յուպիտերը չի կարող իր բարերար ազդեցությունը տարածել մարդկանց վրա եւ օգնել մարդկանց։ Յուպիտերը, սիրելի բարեկամներ, նաեւ հոգեվորականների հովանավորն է եւ ինչպես եւ ես կանխատեսել էի հուլիսի վերջում եւ օգոստոսի սկզբում արդեն հնարավոր է ուրեմն կալանավորում ամենայն հայոց կաթողիկոսի կալանավորում, ինչպես տեսնում ենք 100%-ով իրագործվում են իմ կանխատեսումները եւ փաստացի, այսինքն քանի որ այրվել է Յուպիտերը, քանի որ արդեն իր բարերար դրական ազդեցություն արդեն չի կարող հովանավորել, չի կարող փակել մութ ուժերից եկեղեցին, արդեն եկեղեցու վրա նույնպես այդ հարձակումները ակտիվանալու են օգոստոս ամսվա ընթացքում, այսպես եւ գիտեք, որ արդեն 9-րդ գումարման ազգային ժողովում կաթողիկոսը ելույթ չի ունենալու, կաթողիկոսը չի օրհնելու 9-րդ գումարման ազգային ժողովի գործունեությունը, այլ տիրադավ եւ ընդհանրապես կարգալույց քահանաներից, այդ թե եպիսկոպոսներից մեկն է լինելու այնտեղ, որը եւս կապ ունի հենց այդ Յուպիտերը այրման հետ եւ անմիջականորեն այսպես խափանում է հոգեվոր կյանքը, խափանում է հոգեվոր ներգործությունը նաեւ քաղաքական կյանքի վրա, խափանում է բոլոր դրական զարգացումները, որը որ իսկապես շատ մեծ վտանգներ է ստեղծում թամպես Հայաստանի գոյության համար, արդեն լուրջ իրական վտանգներ է ստեղծում Հայաստանի գոյության համար եւ ընդհանրապես ոչ միայն Հայաստանի, նաեւ այն բոլոր լուսավոր ուժերի, բոլոր այն երկրների, որտեղ արկա են այդ առողջ հոգեվոր լուսավոր ուժերը, որոնք ունակ են պայքարելու չարիքի դեմ, այսինքն համաշխարհային չարիքի, համաշխարհային կառավարության, չգիտեմ, այդ հակաքրիստոսի եւ ահա այն սև մութ ուժերի դեմ, որոնք ցանկանում են ընդհանրապես վերացնել ցանկացած հոգեվոր դրսևորում, ցանկացած լուսավոր դրսևորում, որոնք ցանկանում են վերացնել քրիստոնեությունը, պարզ մաքուր, նախնական քրիստոնեությունը, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցին, ուղղափառ բոլոր եկեղեցիները, որովհետև այնտեղ հենց ներդրված է Հիսուս Քրիստոսի ամենամաքուր սկզբնական այդ հոգևոր սերմը, հոգևոր այդ էներգիան այդ եկեղեցիներում է ներդրված եւ նրանք են կարողանում դիմակայել համաշխարհային չարիքին, ահա ձգտելով այդ ամենը վերացնել, իհարկե նրանք աշխատում են այդ մութ ուժերը համաշխարհային տիրակալություն հաստատել, իշխանություն հաստատել ամբողջ աշխարհի վրա եւ մարդկությանը զրկել ազատ կամքից, այսինքն ստրկացնել մարդկությունը ըստ էության, սա է ծրագիրը եւ ահա Յուպիտերը եւ Արեգակի միությունը, այսինքն Յուպիտերը այրումը, հատկապես այս բարդ ժամանակահատվածում շատ հարմար պահ է այդ ուժերի ակտիվության եւ այդ ուժերի այսպես ցայտուն դրսեւորման համար։ Մենք տեսնում ենք, որ մի փոքր դադարից հետո վերսկսվել են Իրանի եւ Իսրայելը նույնպես ցանկանում է մտնել, բայց առայժմս ԱՄՆ-Իսրայել այդ ԱՄՆ-Իրան այդ հակասությունը, ռազմական կոնֆլիկտը կրկին սրվել է, կրկին շատ ինտենսիվ ռմբակոծություններ են տեղի ունենում եւ պատերազմի աշխարհագրությունը ցավալիորեն ընդհարձակվում է, ընդլայնվում է։ Դրա ցայտուն դրսևորումներից մեկը եղավ այն հանգամանքը, որ ուկրաինական այդ դրոններից մեկը, անօդաչուներից մեկը հարձակվեց պարսկական նավի վրա եւ մարդկային զոհեր եղան այնտեղ։ Ու սա պարզ ցույց է տալիս, որ իսկապես տեղի ունենում երրորդ համաշխարհային պատերազմ եւ
հակամարտող կողմերը այլևս աշխարհագրություն չեն ճանաչում եւ նրանք հարձակվելու են բոլորը բոլորի վրա։ Սա պարզ է։ Օգոստոսին այդ ամենը, այդ բոլոր զարգացումները էլ ավելի կխորանան, ցավալիորեն պետք է ասել, եւ էլ ավելի այսպես ընդլայնված, ընդարձակ բնույթ ձեռք կբերեն։ Եվ ուզում եմ նաև հիշեցնել, ես բազմից անդրադարձել եմ այդ թեմային, որ օգոստոսին ոչ միայն մարդիկ են ցանկանում հանգստանալ, օրինակ դուք, ես բոլորս ցանկանում ենք հանգստանալ, այլ նաև հանգստի են մեկնում հոգևոր ուժերը։ Այսինքն պահապան հրեշտակները, որոնք հսկում են մարդկանց, այդ թվում նաև ավելի բարձր հոգևոր կարգավիճակ ունեցող էակները, նրանք մեկնում են հանգստի, այսինքն նրանց կապը, ազդեցությունը երկիր մորակի վրա թուլանում է եւ դրանից նույնպես աշխատում են օգտվել մութ ուժերը, որոնք 24 ժամ շարունակ պայքարում են եւ աշխատում են վերացնել բարին, վերացնել լավը, վերացնել լուսավորը։ Այնպես որ սա պետք է հիշել եւ օգոստոսին, օգոստոս ամսվա ընթացքում, ընդհանրապես ոչ միայն այս օգոստոսին, որը շատ ճակատագրական եւ բեկումնային ամիս է լինելու, այլ բոլոր օգոստոս ամիսներին որևիցե ինչ-որ ռիսկային քայլեր չանել, ռիսկային նախաձեռնություններով հանդես չգալ, չսկսել բիզնեսներ, որոնք բավականին բարձր ռիսկային իրավիճակում են հայտնվելու, քանի որ օգոստոսին նաև կանխատեսվում է լրջագույն տնտեսական ճգնաժամ, ինչպես դա 2008 թվականին էր, եթե դիտեք վիդեոն մինչև վերջ, ես ավելի մանրամասն այդ ամենի մասին իհարկե խոսելու եմ։ Եվ այսինքն օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին, նաեւ մասնակիորեն սեպտեմբեր ամսվա ընթացքում ցանկալի չէ ինչ-որ ռիսկային բիզնես պրոյեկտներ իրականացնել, ընդհանրապես շատ կտրուկ կերպով փոխել կյանքը, այսպես ինչ-որ 180 աստիճանով փոխել գործունեությունը եւ այլն, այդ ամենը այնքան էլ բարենպաստ չէ օգոստոս ամսվա ընթացքում։ Սիրելիներս, ես կաշխատեմ կարճ ներկայացնել օգոստոս ամսվա աստղաբանական իրադարձությունների նկարագիրը, որովհետև գիտեմ, որ ձեզանից շատերը մեկնել են հանգստի կամ մեկնում են հանգստի եւ երկար քարոզներ լսելու ցանկություն չունեն։ Ես խորհուրդ կտամ օգոստոս ամսվա ընթացքում հիմնականում աշխատեք հանգստանալ, հիմնականում աշխատեք վերականգնել ձեր ուժերը, լցվեք էներգիա, որտեվ էներգետիկ հզոր ամիս է, ակտիվ գործողությունների համար օգոստոսը այնքան էլ բարենպաստ, այսինքն այն ամիսը չէ, երբ մենք կարող ենք ակտիվ ինչ-որ նախաձեռնություններով հանդես գալ եւ ունենալ դրական արդյունք։ Դու կարող եք իհարկե ակտիվություն ցուցաբերել, բայց մեծ հարցականի տակ է արդյոք այդ ակտիվությունը կհանգեցնի դրական կամ ձեր ցանկալի արդյունքի։ Բայց այնուամենայնիվ, եթե ցանկանում եք ունենալ ձեր ակնկալվող արդյունքը եւ անգամ առավել, անպայման բաժանորդագրվեք իմ էքսկլյուզիվ մոգական աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքին, որտեղ արկա են զանազան հմայախոսություններ, մոգական հնարքներ, արողակարգեր, որոնք օգնեն ձեզ հաղթահարել ցանկացած կենսական խնդիր եւ դժվարություն եւ ապրել ավելի ներդաշնակ, երջանիկ եւ բարեկեցիկ կյանքով։ Հղումը, եթե առայժմ բաժանորդագրված եք, անպայման բաժանորդագրվեք, հղումը այս վիդեոյի վերջում է, սիրելի բարեկամներ, եւ նաեւ ասեմ, որ գրեթե ամեն օր աստրոմագիա եւ թալիսմանների մոգական ալիքում լույս են տեսնում նոր եւ շատ օգտակար եւ շատ պարզ, բայց միաժամանակ հզոր մոգական հնարքներ։ Անպայման դիտեք եւ կատարեք օգոստոս ամսվա ընթացքում, դա շատ կարեւոր է լինելու, որովհետեւ շատ բարդ է օգոստոս ամսվա ընթացքում հասնել ցանկալի արդյունքի։ Եվ այսպես օգոստոսը սկսվում է օգոստոսի 6-ին, սիրելի բարեկամներ, երբ սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներան մուտք է գործում
Կշեռ կենթանակերպ դա տեղի կունենա օգոստոսի 6-ին Երևանի ժամանակով 22:12 րոպեին եւ Վեներան կմնա կշեռ կենթանակերպում մինչեւ սեպտեմբերի 10-ը սիրելի բարեկամներ Ընդհանրապես Վեներան կշեռքում բավականին հզոր է, որովհետև կշեռքը նրա իշխանության տարածքն է, նրա թագավորությունն է եւ Վեներան կշեռքի թագուհին է եւ իշխանուհին։ Այնպես որ շատ բարենպաստ է անձնական հարաբերությունները կարգավորել կամ նոր ծանոթությունների համար, իհարկե բացառելով այդ խավարումների միջանցքը, բացառությամբ օգոստոսի 12-ից 28 ընկած ժամանակահատվածում կարող եք որովհետև այն ինչ որ այն որոշումները որ դուք կայացնում եք հենց խավարումների միջանցքից ներս դրանք հետագայում կարող եք դուք փոշմանել բայց փոխել բեկել հնարավոր չի լինի այլևս նո ամեն դեպքում Վեներան կշեռքում բարենպաստ ինչ որ նոր ծանոթությունների համար նոր կապեր ստեղծելու համար ստեղծագործական գործունեության համար նաև գեղարվեստական գործունեության համար թատրոն, կինո, գեղանկարչություն, քանդակ եւ այլն, ու շատ բարենպաստ են, ընդհանրապես արվեստի համար ուժեղ հզոր Վեներան, լավ է նաեւ դիվանագիտության համար, բայց քանի որ մյուս ցավալիորեն մյուս դիրքերը այնքան էլ բարենպաստ չեն ամենևին չի նշանակում, որ պատերազմները կանգ առնեն, ընդհակառակը ես կարծում եմ, որ հենց այդ խավարումների միջանցքը գերտերությունները կօգտագործեն, որ ավելի թեժացնեն պատերազմները եւ արագ հասցնեն իրենց նպատակների իրականացմանը։ Իհարկե Վեներան կշեռքում շատ բարենպաստ է օդի նշանների համար եւ նաեւ հրեղեն նշանների համար, բացարձակ խոյ կենթանակերպի։ Եվ այսպես խոյ կենթանակերպին ինչ է սպասվում այս դիրքի հետ կապված, այսինքն Վեներայի տարանցումը կշեռքով ինչ կբերի խոյ կենթանակերպին։ Խոյ կենթանակերպի համար Վեներան կշեռք աստղակերպում հայտնվում է 7-րդ աստղատանը, իսկ 7-րդ աստղատունը դա մրցակիցների տունն է։ Դա ոչ միայն մեր զուգընկերների, այլ նաև մրցակցության տունն է։ Եվ այստեղ եթե դուք ամուսնացած եք սիրելի խոյր, շատ զգուշ եղեք, որովհետև բարձր է հավանականությունը սիրային եռանկյունի մեջ հայտնվելու, եթե իհարկե այդպիսի իրադարձություններ արդեն եղել են ձեր կյանքում, հնարավոր է կրկնություն նաև այս ընթացքում։ Եվ Վեներան 7-րդ տանը, եթե դուք զբաղված եք սիրո գեղեցկության ոլորտում, ենթադրենք ունեք հագուստի սրահ կամ գեղեցկության սրահ, ծաղկի սրահ, իհարկե խիստ բարենպաստ է այդ դիրքը, որովհետև կհայտնվեն նոր գործընկերներ կամ գործընկերուհիներ, որոնք ձեզ կօգնեն, ու նաև բարենպաստ է, եթե ամուսնացած չեք, հատկապես տղամարդկանց համար, եւ օգոստոսի ընթացքում կարող եք հետաքրքիր հանդիպումներ ունենալ, որը հետագայում ճակատագրական կլինի, բայց մի մոռացեք խավարումների միջանցքի մասին, օգոստոսի 12-ից 28-ը զգուշացեք կարևոր ճակատագրական եւ բեկումնային որոշումներ ընդունելուց։ Սիրելի ցլակներ, ձեզ համար նույնպես բարենպաստ է Վեներան կշեռքում, որովհետև Վեներան իշխում է նաև ցուլ կենթանակերպում եւ Վեներայի բոլոր հզոր դիրքերը, ուժեղ դիրքերը իհարկե նպաստավոր են նաև ցուլ կենթանակերպի տակ ծնվածների համար։ 6-րդ տունը դա նշանակում է աշխատանքային տուն, հնարավոր է նոր աշխատանք կամ ինչ որ ավելի աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում, քանի որ Վեներան փոքր երջանկության մոլորակ է եւ տալիս է բոլոր դրական զարգացումներ աշխատավայրում։ Նաև առողջության հետ կապված դրական զարգացումներ, եթե ինչ-որ խնդիրներ ունեք, քրոնիկական առողջական խնդիրներ, ապա այս ընթացքում օգոստոսի 6-ից մինչև սեպտեմբերի 10-ը դուք հնարավորություն եք բժշկվելու կամ հանգստանալու, ինչ-որ առողջարանային հանգիստը ձեզ համար շատ ավելի բարենպաստ կլինի սիրելի ցլակներ։ Ընդհանրապես թեթևացնում է Վեներան կյանքը, թեթևություն է բերում, թեթևություն է տալիս, որտեվ Վեներան իհարկե նաև խինդի, ուրախության, ներդաշնակության մոլորակ է։ Եվ
Երկորակների համար իհարկե խիստ բարենպաստ է Վեներան կշերքում, որովհետև հայտնվում է երկորակների 5-րդ աստղատանը, որը սիրո, երջանկության, շահումների, հանգստի, երեխաների հետ կապված տուն է։ Եթե երկորակները վաղուց չեն կարողանում հղիանալ, ապա այդ ուրախալի լուրը դուք կլսեք օգոստոսի 6-ից սեպտեմբերի 10 ընկած ժամանակահատվածում։ Բարենպաստ է երեխաների հարցերը լուծել, այս կարգավորել ինչ-որ հարցեր կամ հանգստի գնալ երեխաների հետ։ Շատ լավ է նաև բիզնեսի համար։ Սիրելի խեցգետիններ, ձեզ մոտ Վեներան մոտ գործելով կսերք հայտնվում է 4-րդ աստղատանը, իսկ 4-րդ աստղատունը դա տան ընտանիքի ծնողների հետ կապված տուն, այսինքն այդ բոլոր դրական զարգացումները պետք է սպասել տանը, ընտանիքում, ընտանիքի ընդլայնում, անշարժ գույքի հետ կապված ինչ-որ դրական զարգացում, տան հետ կապված, այսինքն ավելի հարմարավետ եք դարձնելու ձեր բնակարանը, ինչ-որ փափուկ կահույք եք ձեռք բերել կամ ննջարանի համար կահույք ձեռք բերել է շատ բարենպաստ է այս ընթացքում կամ կլսեք, եթե արդեն մեծ են, չափահաս են ձեր երեխաները, կլսեք նրանց, որ արդեն ցանկանում են նշանադրվել կամ ամուսնության խոսակցություն կլինի, կընդլայնվի ձեր ընտանիքը ընդհանուր առմամբ, եթե այդպիսի նախադրյալներ կան, շատ բարենպաստ է։ Առյուծների համար նույնպես բարենպաստ է Վեներան կշեռ կենդանակերպում, որտեղ հայտնվում է առյուծների 3-րդ աստղատանը։ 3-րդ աստղատունը կապված է կապերի, շփումների, տեղեկատվության, շարժական գույքի, մեր մոտակա մերձավոր միջավայրի, այսինքն քույրեր, եղբայրներ, մոտիկ բարեկամներ, հարևաններ, ահա նրանց հետ հարաբերությունները կբարելավեն, կկարգավորվեն եւ ինչ-որ դրական զարգացումներ նաև ձեր քույրերի, եղբայրների կյանքում հնարավոր է ամուսնանան, բալիկներ ունենան, մի խոսքով լավ լուրեր լսեք, սիրելի առյուծներ կամ նոր շարժական գույքի ձեռքբերում։ Եվ կույսերի համար իհարկե նույնպես բարենպաստ է այս դիրքը, որովհետև հայտնվում է Վեներան մոտ գործելով, ուրեմն կշեռ կենդանակերպ հայտնվում է 2-րդ աստղատանը, իսկ 2-րդ աստղատունը ֆինանսների տունն է, եկամուտների աղբյուրների տունն է եւ կույսերը, քանի որ հողեղեն նշան է, նրանք շատ են սիրում նյութական աշխարհը եւ նրանց համար գումարը մեծ նշանակություն ունի կյանքում, շատ մեծ նշանակություն։ Այնպես որ նոր եկամուտների աղբյուրներ կամ ավելի բարձր վարձատրվող աշխատանք կամ ինչ-որ նոր ծրագրեր, նոր հնարավորություններ գումարներ աշխատելու, բայց զգուշացեք օգոստոսի ընթացքում այդ բոլոր ծրագրերը կարող են շատ վատ ավարտվել, այսինքն եթե նոր ծրագիր է, եթե նոր բիզնես է, ապա պետք է շատ զգուշորեն դա սկսել 7 անգամ չափեք, նոր 1 անգամ կտրեք, սիրելի կույսակներ։ Իհարկե այս դիրքի թագուհիները եւ իշխանուհիները կշերքներն են Վեներան հայտնվում է մտնելով կշերք հայտնվում է կշերքների առաջի աստղատանը, որը նրանց կբերի հմայք, փայլ, բոլորը նրանց ուրեմն հաճախոսություններով կշրջապատեն, նվերներով, ծաղիկներով, մի խոսքով նկատելի կլինեն կշերքները միջավայրում եւ թե կանայք թե տղամարդիկ կհիանան կշերքների հմայքով եւ գեղեցկությամբ եւ լավ է նաեւ անձնական հարցերը կարգավորելու համար կշերքների մոտ նույնպես այս դիրքը կարող է բերել դրական զարգացումներ, ինչ-որ նոր ծանոթություններ, եթե դեռ ամուսնացած չեք, ուրեմն հնարավոր է ինչ-որ հետաքրքիր զարգացումներ լինեն։ Կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես առողջության, այնպես էլ գործնական ոլորտում, իհարկե բարելավում է բերելու Վեներան առաջի տանը։ Կարիճների համար մի փոքր անբարենպաստ է այս դիրքը, որովհետև Վեներան մուտ գործելով կշերք հայտնվում է կարիճների 12-րդ աստղատանը, որը նշանակում է, որ կակտիվանան կարիճների գաղտնի թշնամիները, բայց հնարավոր է նաև կարիճների մոտ հետաքրքիր ճամփորդություններ սկսեն, 12-րդ դա հեռավոր ճամփորդությունների տունն է։ Այնպես որ դրական կողմ նույնպես կա, սիրելի կարիճներ։
Եվ նաև այդ էզոտերիկ հետաքրքրությունները կօգնեն ձեզ հաղթահարել բոլոր խնդիրներն ու դժվարությունները, սիրելի կարիչներ, այնպես որ անպայման բաժանորդագրվեք աստրոմագիա եւ թալիսմաններ իմ երկրորդ մոգական ալիքին։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ համար նույնպես բարենպաստ է այս դիրքը։ Վեներան մուտ գործելով կշերք հայտնվում է, սիրելի աղեղնավորներ, ձեր 11-րդ աստղատանը, որը նշանակում է ինչ-որ կարևոր երազանք կիրագործվի հենց անձնական ոլորտի հետ կապված կամ ձեր երեխաների հետ ինչ-որ դրական զարգացումներ տեղի կունենան անձնական կյանքում, երեխաներ կունենան կամ եթե ամուսնացած չեն կամուսնանան կամ կնշանադրվեն, ինչ-որ ընկերական միջավայրում դրական զարգացումներ կլինեն, օնլայն բիզնեսը կծաղկի, եթե ունեք, բայց ես միշտ խորհուրդ եմ տալիս աղեղնավորներին անպայման ունենալ այս ընթացքում օնլայն բիզնես։ Այնպես որ աղեղնավորները նույնպես հաջողակ կլինեն այս դիրքի հետ կապված։ Այդ եղջյուրների մոտ Վեներան մուտ գործելով կշերք հայտնվում է 10-րդ աստղատանից, 10-րդ աստղատունը մեր բարձրագույն նպատակների սոցիալական, այսպես ծրագրերի այն նպատակները, որոնք մենք ամբողջ կյանքի ընթացքում ձգտում ենք, ղեկավարում է 10-րդ տունը։ Նոր աշխատանք, նոր պաշտոն այդ եղջյուրների համար, հնարավոր է ինչ-որ ձեզ հետաքրքիր անձնական կամ գործնական բնույթի առաջարկություն անեն, նաև անձնական, Վեներան ավելի շատ անձնական, դա ուժամուսնացնողն է, դա կապված է ամուսնության հետ, այդ եղջյուրների համար բարենպաստ է նաև ամուսնանալ։ Իհարկե, ես խորհուրդ չեմ տալիս ամուսնությունը հենց խավարումների միջանցքից ներս, այսինքն օգոստոսի 12-ից 28-ը ես կխնդրեմ հատկապես ոչ միայն այդ եղջյուրներին, բոլոր նրանց, ովքեր ձգտում են ամուսնության, այդ ժամանակահատվածը մի ընտրեք, որտեղ եթե դուք խավարումների միջանցքից ներս ամուսնանաք, դուք այլևս չեք կարողանա բաժանվել, այսինքն եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, եթե պարզվի, որ դուք սխալ ընտրություն եք կատարել, հետագայում ուղղել, շտկել գրեթե անհնարին է, սիրելիներս, այդպես որ զգուշ եղեք։ Եվ շատ ճակատագրական է լինում այդ ամուսնությունները, որոնք տեղ են եւ հատկապես զգուշացեք իհարկե խավարումների օրերին մի ամուսնացեք, որտեղ եթե խավարումն բացի դրանից խավարումների միջանցքը մի հատ էլ խավարման օրը եթե ամուսնանաք, դա շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ եւ շատ ճակատագրական։ Այսինքն այդ օրերից օգոստոսին, հատկապես օգոստոսի 12-ին եւ 28-ին ամուսնությունը ցանկալի չէ ոչ մի ձևով։ Նու իհարկե ցանկալի է, քանի որ այսպեսի բարդ ամիս է, եթե որոշել եք ամուսնանալ անպայման օգոստոսին արդեն դիմեք համապատասխան մասնագետի, օրինակ ինձ, եւ ես կհաշվարկեմ լավագույն օրը ամուսնության համար, որտեղ դա նույնպես այդ օրերը ունեն որոշակի դրական ազդեցություն են ունենալու ձեր կյանքի վրա եւ ձեր ամուսնությունը կլինի ավելի երջանիկ, ավելի հարատև, եթե ճշգրիտ օրը հաշվարկվի, որը ձեզ համար բարենպաստ լինի, ձեր երկուսի համար։ Սիրելի ջրհոսներ, ձեզ համար նույնպես բարենպաստ է Վեներան կշեր կենդանակերպում եւ հայտնվում է ձեր 9-րդ աստղատան, իսկ 9-րդ աստղատունը ճամփորդությունների, գաղափարների, նոր ինչ-որ ծանոթությունների, նոր գիտելիքների տունն է 9-րդ տունը։ Նու ջրհոսներին խորտ կտամ ճամփորդել, շատ ճամփորդեք։ Օգոստոս ամսվա ընթացքում ես ասեմ, որ խավարումների միջանցքը չի խանգարում ճամփորդություններին։ Ցանկալի է ծանոթ արդեն ձեզ համար շատ ծանոթ վայրերում ճամփորդեք, անծանոթ վայրերում իհարկե հնարավոր են որոշակի խնդիրներ ունենաք, բայց այնուամենայնիվ լավ է։ Եթե դատական գործեր ունեք, նույնպես շատ բարենպաստ է ձեզ համար, սիրելի ջրհոսակներ։ Լավ է նաև սկսել ուսում, նոր ուսում, դասավանդում, եթե ուզում եք դասավանդել, նույնպես խիստ բարենպաստ է, նոր ինչ-որ գաղափարախոսության հետ ծանոթություն, նույնպես շատ լավ է։ Ինչ վերաբերվում է ձկնիկներին, ձկնիկների համար նույնպես անբարենպաստ է Վեներան կշռ կենդանակերպում, որովհետև հայտնվում է ձկնիկների 8-րդ տանը, իսկ 8-րդ տունը դա էքստրեմալ իրավիճակների տունն է, լարվածության տունն է, ինչ-որ
որոշակի նաև առողջական խնդիրների հետ է կապվում 8-րդ տունը, բայց նաև կապված է ժառանգության հետ, նաև կապված է ձեր զուգընկերոջ կամ գործընկերոջ եկամուտների աճի հետ, այնպես որ անշարժ գույքի հետ, այնպես որ ամեն բան այնքան վատ չէ, որքան մեզ կարող է թվալ։ Հաջորդ կարևոր աստղաբանական իրադարձություն է, սիրելի բարեկամներ, օգոստոսյան, դա Մերկուրի մոլորակը օգոստոսի 9-ին Երևանի ժամանակով 19:28 մուտք կգործի առյուծ կենդանակերպ, որտեղ նա կմնա մինչև օգոստոսի 25-ը, սիրելի բարեկամներ, եւ 14:05 մուտք կգործի արդեն ուրեմն կույս կենդանակերպ։ Մերկուրին առյուծ կենդանակերպում շատ փոքր մեծամիտ է, դժվար է փոխել նրա կարծիքը, նա ոնց մտածում է, այնպես էլ անում է, այստեղ նա իհարկե կմիանա Յուպիտերին, կմիանա Արեգակին, կդիմակայի Պլուտոնին, այնպես որ շատ այսպես սրվելու են այդ բոլոր հակասությունները, որոնք արդեն մինչ այդ առկա են, ինչպես միջանձնային հարաբերություններում, այնպես էլ գլոբալ քաղաքական ուրեմն թաթերաբեմում նույնպես այդ հակասությունները սրվելու են, որովհետև Մերկուրին առյուծ կենդանակերպում հակված չէ զիջել իր դիրքերը եւ մտնել դիմացինի վիճակի մեջ։ Նա ցանկանում է միայն դեպի իրեն քաշել վերմակը, պես ասած, որտեղ է իմ մեծ պատառը, համեստորեն հետաքրքրվեց առյուծը։ Եվ իհարկե Մերկուրին առյուծ կենդանակերպում, քանի որ հրեղեն նշան է առյուծը, բարենպաստ է բոլոր հրեղեն նշանների համար, ինչպես խոյերի, այնպես էլ առյուծների եւ աղեղնավորների համար։ Խոյերի համար բարենպաստ է նոր ծանոթություններ, սիրային ոլորտում, երեխաների հետ կապված, առյուծների մոտ բոլոր հարցերում բարենպաստ է, որտեղ առաջի տանն է հայտնվում Մերկուրին այստեղ նոր ծանոթություններ, նոր ինչ-որ հնարավորություններ են բացում առյուծների, իհարկե պետք չէ մոռանալ նաև խավարումների միջանցքի առկայությունը։ Եվ աղեղնավորների մոտ ճամփորդական ձևով կդրսևորվի 9-րդ տանն է Մերկուրին, լավ է ճամփորդել։ Ինչ վերաբերվում է բարեխառն է հողեղեն նշանների համար, ցոլերի համար հիմնականում տան հետ կապված դրական զարգացումներ, տան ընտանիքի անբարենպաստ է կույսերի համար, որտեղ այդտեղ ակտիվանալու են իրենց գաղտնի թշնամիները այդ ընթացքում եւ այդ եղջյուրների համար նույնպես այնքան էլ բարենպաստ չէ, հատկապես բիզնեսի ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Ուրեմն առյուծը Մերկուրին առյուծում լավ է նաեւ հատկապես օդի նշանների համար, երկորյակների համար դա երրորդ տանն է հայտնվում Մերկուրին, նոր ճամփորդություններ, կարճ ճանապարհներ, ծանոթություններ, ինչ որ դրական փոփոխություններ միջավայրում։ Ինչ վերաբերվում է կշերքների 11-րդ տունն է, նույնպես ծանոթություններ, նոր ընկերական միջավայր եւ այլն։ Ջրհոսների մոտ, սակայն Մերկուրին հայտնվում է 7-րդ տանը, որը հնարավոր է սրի հարաբերությունները, ուրեմն իրեն զուգընկերների եւ գործընկերների հետ հակասություններ են հնարավոր։ Եվ մնացին ջրային նշանները նույնպես բարեխառն է ջրային նշանների համար, խեցգետնի համար բարենպաստ է ֆինանսական ոլորտում, ինչ վերաբերվում է կարիճներին 10-րդ տանն է հայտնվում, մինչ այլոց 10-րդ տանը կուտակվում են մոլորակները կարիճների մոտ, որը շատ կարևոր ճակատագրական շրջան է դարձնում օգոստոսը, գործնական ոլորտում, ինչ որ հասարակական, սոցիալական նպատակների իրականացման հետ կապված, ընդհանրապես հնարավոր է ձեզ ինչ-որ հետաքրքիր առաջարկություններ անեն անձնական կամ գործնական ոլորտում, սիրելի կարիճներ, այսինքն ձեր նպատակների իրականացման համար հենց օգոստոսը բարենպաստ ամիս է ընդհանուր առմամբ, որտեղ 10-րդ տունը հենց այդ նպատակներն է խորհրդանշում։ Եվ դա կլինի փաստաթղթերի հետ կապված, դա կլինի պետական դռան հետ կապված, այդ ամենը բարեհաջող կանցնի։
Եվ ձկների մոտ 6-րդ տանն է, հիմնականում աշխատանքի հետ է կապված, առողջության հետ է կապված, այդ 6-րդ տունը այդ ոլորտներում զարգացումներ տեղի կունենան։ Եվ սիրելի բարեկամներ, հաջորդ օգոստոսյան կարևորագույն աստղաբնական իրադարձությունը Մարս մոլորակը հենց արեգակնային ամբողջական խավարումից առաջ օգոստոսի 11-ին Երևանի ժամանակով 13:30 րոպեին մուտք կգործի Խեցգետին կենդանակերպ, որտեղ նա կմնա մինչև ուրեմն սեպտեմբերի 28-ը։ Մարսը Խեցգետնում ընկած է վտարված, քանի որ նա փառավորվում է եւ իր զորության գագաթնակետին հասնում այդ սիղջյուր կենդանակերպում, այսինքն Խեցգետնի դիմաց գտնվող կենդանակերպում։ Եվ այդ իսկ պատճառով Մարսը Խեցգետնում դառնում է երկչոտ, անվճռական, պասիվ, այսինքն օգոստոսը հակասությունը օգոստոսի հիմնականում նրանում է կանում, որ էներգիան շատ է լինելու, բայց գործելու հնարավորությունները եւ նպատակին հասնելու հնարավորությունը, որը Մարսն է, հենց այդ նիզակը, հա, Մարսին, դա է խորհրդանշում նպատակին, հենց այդ նշանակետին խփելու, հա, այդ ընդունակությունը, ունակությունը, նա թույլ է, նա անկարող է երբեմն լինում հասնել նպատակին։ Ավելի լավ է հանգստանալ, երբ Մարսը Խեցգետնում ավելի լավ է տան հետ կապված ինչ որ բարեկարգումներ կատարել, վերանորոգում եք կատարում, թե ինչ որ այլ գործեր տանը, որոնք առկա են, ինչ որ փոփոխություններ, տեղաշարժեր, տեղափոխություններ, այ դա շատ բարենպաստ է, երբ Մարսը գտնվում է Խեցգետնում, ամառանոցում ինչ որ գործողություններ կատարել, գտնվել բնության գրկում, այսա շատ բարենպաստ է, երբ Մարսը գտնվում է Խեցգետնում, այսինքն իր թուլության նշանում։ Իհարկե, սա չի վերաբերվում, այսինքն հիմնականում բոլորին է վերաբերում, բայց հատկապես Խեցգետիները պետք է լինեն ընդհակառակը ակտիվ այս ընթացքում, եթե ցանկանում են հասնել հաջողության իրենց գործերում, որտեվ Մարսը տարանցելով Խեցգետնի արեգակով նա դրթելու է այդ ակտիվության։ Իհարկե, այդ ակտիվությունը պետք է լինի շատ մտածված։ 7 անգամ չափեք, նոր 1 անգամ կտրեք, սիրելի Խեցգետիներ, որովհետև գիտեք, որ օգոստոսը բավականին բարդ բեկումնային ամիս է եւ խավարումների միջանցքը նպաստում է, որ մարդկային ուղեղը մթագնում է, մենք հստակ չենք տեսնում, թե ուր ենք շարժվում, մշուշի մեջ է հայտնվում մարդու ուղեղը, այսինքն աչքերի առջև ինչ որ այսպես անորոշություն է, մշուշ է, որը չի թողնում հստակ տեսնել նպատակները եւ գնալ դեպի դրանց իրագործումը։ Այս սա է տեղի ունենում եւ իհարկե Մարսը ջրային նշանում շատ բարենպաստ է ջրային նշանների համար, նաեւ բարենպաստ է հողի նշանների համար եւ վերապահումներով հրեղեն նշանների համար, թե դա խիստ վերապահումներով հրեղեն նշանների համար։ Ինչ է սպասվում Մարսի տարանցման ժամանակ Խեցգետնով Խոյ կենդանակերպին։ Խոյրի մոտ Մարսը մոտ գործելով Խեցգետին հայտնվում է 4-րդ աստղատանը, որը նշանակում է, որ հիմնական զարգացումները տանն են տեղ ունենում, տան ընտանիքի հետ, ծնողների հետ կապված ինչ որ կոնֆլիկտներ են հնարավոր, գործնական խնդիրներ, տան անդամներ, հատկապես տղամարդկանց մոտ խնդիրներ, լարվածություն, տարբեր անցանկալի զարգացումներ, որովհետև 4-րդ տանն է, իհարկե Մարսը փոքր երջանկության մոլորակ է, իսկ 4-րդ տունը դա այն տունն է, որտեղ մենք ներդաշնակություն ենք ակնկալում, հանգստություն ենք ուզում, իսկ Մարսը անհանգիստ մոլորակ է, բիզը մտածա, էլի, այսպես ինքը պետք է խոյը պետք է անդադար այսպես մանանի, բզբզվի։ Ինչ վերաբերում է ցուլ կենդանակերպին, Մարսը մոտ գործելով
խեցգետին հայտնվում է ցլերի երրորդ աստղատանը։ Երրորդ աստղատունը կապված է ճանապարհորդությունների հետ, կարճ ճանապարհների հետ, նոր ծանոթությունների հետ, շարժական գույքի հետ, նաև մեր մոտակա միջավայրի հետ, այսինքն քույրեր, եղբայրներ, հարևաններ եւ բարեկամներ։ Ահա այստեղ կլինի հիմնական ակտիվությունը, հնարավոր է նաև ինչ որ հակասություններ, խնդիրներ քույրերի, եղբայրների հետ, հատկապես եղբայրների հետ, քանի որ Մարսը տարական մորակ է, եւ պետք է զգուշ լինել սիրելի ցլակներ ճանապարհներին։ Երկորակների մոտ բարենպաստ է այս դիրքը երկորակների համար, որովհետև Մարսը մուտ գործելով խեցգետին հայտնվում է երկրորդ աստղատանը, ձեր սիրելի երկորակներ, եւ առաջացնում է եկամուտ, երկրորդ տունը կապված է եկամուտների, ֆինանսական աղբյուրների հետ, առաջացնում է նոր ֆինանսական հոսքեր, այսինքն ֆինանսական հաջողությունը աճելու է ձեզ մոտ այս ընթացքում օգոստոսի 11-ից սեպտեմբերի 28-ը Եվ նոր եկամուտներ են ձեզ սպասում, նոր ինչ-որ աշխատանք է հնարավոր, եկամուտները նոր աղբյուրներ, բայց զգուշացեք, որովհետև Մարսը որքան նպաստելու է այդ էներգիայի ավելացմանը ֆինանսական, այնքան էլ նպաստելու է ծախսերին։ Այսինքն զգուշ եղեք, եթե այնուամենայնիվ ցանկանում եք որոշ գումար տնտեսել, ապա ուշադրություն դարձրեք ձեր այդ ծախսերին, ձեր ցանկությունները մի փոքր չափավորեք։ Սիրելի խեցգետիններ, իհարկե Մարսը մտնելով խեցգետին ձեր իսկ կենթանակերպ հայտնում է ձեր առաջի աստղատանը, որը բոլոր կյանքի ոլորտներում նշանակում է ակտիվություն, այսինքն ֆիզիկական ակտիվություն նախ եւ առաջ։ Եթե դուք պասիվ լինեք, դուք երբեք չեք հասնի ձեր նպատակների իրականացմանը։ Եթե դուք ցանկանում եք ինչ-որ կազդուրվել, վերականգնել ձեր առողջությունը, ապա այդ ընթացքում, այսինքն օգոստոսի 11-ից սեպտեմբերի 28-ը ցանկալի է զբաղվել սպորտով, քայլարշավների գնալ, ակտիվ լինել, բնության գրկում ավելի շատ անցկացնել, որ իհարկե կնպաստի բոլոր դրական զարգացումներին ձեր կյանքում։ Անձնական ոլորտում, գործնական ոլորտում նույնպես կարող եք ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի հասնեք հաջողության։ Իհարկե շատ մտածված եւ կշռադատված պետք է լինեն այդ քայլերուն, ցանկալի է սեպտեմբերին անել, երբ որ արդեն խավարումները կանցնեն, սիրելի խեցգետիններ։ Առյուծներին համար իհարկե անբարենպաստ է, Մարսը հայտնվում է առյուծների 12-րդ տանը, կակտիվանան ձեր գաղտնի թշնամիներ, հնարավոր ինչ որ գաղտնի հիվանդություններ զարգանան, այնպես որ սիրելի առյուծներ, եղեք շատ զգուշ։ Կույսերի մոտ 11-րդ տանն է, 11-րդ տունը կապված է, գիտեք որ նպատակների իրականացման, կիրագործի ձեր ցանկալի երազանքներից մեկը, կուրախացնեն ձեր չափահաս երեխաները, բարենպաստ է նաև օնլայն բիզնեսի համար։ Կշերքների մոտ Մարսը մուտ գործելով խեցգետին հայտնվում է 10-րդ աստղատանը։ 10-րդ աստղատունը կապված է սոցիալական նպատակների, ծրագրերի իրականացման հետ։ Նոր աշխատանք, հնարավոր է նոր ինչ-որ ղեկավարություն գա, եթե ստաբիլ աշխատանք ունեք, նոր պաշտոն, նոր ինչ-որ գործնական զարգացումներ կամ ինչ-որ առաջարկություն գործնական կամ անձնական բնույթի։ Ես կարծում եմ կշերքների մոտ այդ ամուսնական հարցը կլուծվի։ Ես կարծում եմ օգոստոսին կշերքների բայց եղջյուրների մոտ այդ ամուսնական հարցերը հիմնականում լուծվելու։ Կարիճների մոտ Մարսը հայտնվում մտնելով խեցգետին հայտնվում է 9-րդ տանը, որը կապված է հեռավոր ճամփորդությունների հետ, այսինքն կարիճների մոտ հասկացանք արդեն օգոստոս ամիսը հիմնականում կապված է լինելու ճամփորդությունների հետ։ Աղեղնավորների մոտ 8-րդ տանն է հայտնվում Մարսը, որ իհարկե անբարենպաստ է, ֆինանսական խնդիրներ կարող առաջացնել, առողջական խնդիրներ, բայց եկամուտների աճ ձեր գործընկերների եւ զուգընկերների մոտ։ Ինչ վերաբերվում է այդ եղջյուրներին, ապա հնարավոր է լարվածություն, չնայած բարենպաստ է այդ եղջյուրների համար ընդհանուր առմամբ ամուսնության համար, բայց լարվածություն կարող է լինել ձեր գործընկերների եւ զուգընկերների ձեր եւ ձեր զուգընկերների եւ գործընկերների միջեւ, այնպես որ զգուշացեք այդ կոնֆլիկտներից։ Ջրհոսների մոտ 6-րդ տանն է հայտնվում Մարսը խեցգետնում եւ բերելու է աշխատանքային ակտիվություն։ Իհարկե այնքան էլ բարենպաստ չէ, Մարսը ուժեղ է 6-րդ տանը։ Իսկ Մարսը փոքր դժբախտության մորակ է, պետք է հիշել, այսինքն հնարավոր է ինչ-որ առողջական խնդիրներ աշխատավայրում, շատ ստիպեն ձեզ, որ դուք շատ ավելի աշխատեք եւ քիչ վարձատրեն, սա նույնպես հավանական է։
Ինչ վերաբերվում է ձկնիկներին, ձկնիկների համար շատ բարենպաստ է Մարսխեց գետնում 5-րդ տանն է հայտնվում եւ նպաստելու է հղիության, եթե վաղուց սպասում եք, հնարավոր է հղիություն, բայց պետք է զգուշ լինել, եթե արդեն իսկ հղի եք օգոստոսի 11-ից սեպտեմբերի 28-ը պետք է շատ զգուշանալ, որ վիժում չլինի։ Մարս 5-րդ տանը նաեւ դրան նույնպես կարող է նպաստել։ Եվ անցանք, սիրելի բարեկամներ, սկսեցինք Վերլուծել օգոստոսի ամենաբարդ ժամանակահատվածը, այսինքն օգոստոսի 12-ից մինչև 28 այդ խավարումների միջանցքը։ Ես իհարկե այստեղ չեմ ներկայացնելու մանրամասն, թե ինչ բնութագրեր ունեն խավարումների միջանցքը, ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել, որովհետև ես ունեմ բազմաթիվ տասնյակ վիդեոներ, եթերներ Facebook-յան, որտեղ ես շատ մանրակրկտորեն, մանրամասնորեն ներկայացրել եմ այդ ամենը։ Իհարկե իմ ալիքի վրա դուք կարող եք ծանոթանալ այդ բոլոր վիդեոներին։ Ես ասեմ, որ ես իմ ալիքի վրա ունեմ արդեն 767 վիդեո, որևիցե մասնագետ այդքան վիդեո չունի իր ալիքի վրա։ Եվ այնտեղ շատ կարևոր տեղ են զբաղեցնում նաև այդ խավարումների միջանցքի մասին վիդեոները տարբեր տարիներին, տարբեր ամիսներում ես այդ ամենին անդրադարձել եմ շատ մանրամասն, մանրակրկիտ ձևով, այդ իսկ պատճառով այժմ ես չեմ անդրադառնալու խավարումների միջանցքի ընդհանուր բնութագրությանը, կասեմ պարզապես այս ամառային խավարումների միջանցքի առանձնահատկությունների մասին։ Եվ այսպես, առաջին խավարումը, այս ամառային խավարումների միջանցքի տեղի կունենա օգոստոսի 12-ին Երևանի ժամանակով 20:45 րոպեին։ Դա կլինի արևի ամբողջական խավարում, գիտեք, որ արևի ամբողջական խավարումները շատ ճակատագրական են, շատ բեկումնային են, որտեղ արեգակը կյանքի լույսն է, խորհրդանշում է բոլոր այդ բարձրաստիճան պաշտոնյաներին, ղեկավարներին, պետության առաջի դեմքերին, ընդհանրապես եթե վերցնենք ընտանիքը, դա հայրն է, պապերն են, մեծերն են ընտանիքի, այսպես ասած, եւ իհարկե արևի խավարումը բացասական է անդրադառնում այդ բոլոր խմբերի վրա։ Նույն ամանավանդ ամբողջական խավարումը, որը խիստ անբարենպաստ է, որ այսինքն արևը ամբողջությամբ փակվում է ստվերով եւ այդ իսկ պատճառով դա համարվում է շատ վատ նշան։ Հատկապես պետության ղեկավարների համար, իշխանության համար։ Եվ այս խավարումը տեղի կունենա առյուծ կենդանակերպի 20-րդ աստիճանում։ Խավարումը իհարկե Հայաստանում բարեբախտաբար չի երևալու, այն երևալու է հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ակվատորիայում, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում եւ Եվրոպայի արևմուտքում, Գրենլանդիայում, Իսլանդիայում եւ նաեւ մասնակի Իսպանիայում։ Իսպանիայի արևմտյան հատվածներում նույնպես կերևա այս խավարումը։ Եվ քանի որ այս հյուսիսային երկրներում է հիմնականում երևալու, կարելի է ենթադրել նաև այդ Գրենլանդիայի հարցը Տրամպը շատ խիստ դնելու է մոտակա կես տարիների ընթացքում եւ նամանավանդ ամբողջական խավարումը այնտեղ շատ լավ է երևալու։ Այս խավարումը ըստ էության հանդիսանում է 1999 թվականի օգոստոսի 11-ի արևի ամբողջական խավարման եւ 2008 թվականի օգոստոսի 1-ի արևի ամբողջական խավարման կրկնություն, այսինքն այդ Սորոսի ցիկլը, կներեք, Սարոսի ցիկլը կրկնվելու է։ Հնարավոր է Սորոսի ցիկլը կրկնվի, որովհետև գիտեք, որ այդ Սորոսի ծրագիրը ամբողջությամբ իրագործվեց 99 թվականին օգոստոսի 11-ի այդ դարակազմիկ ամբողջական արեգակնային խավարմամբ, երբ այդ ամբողջական այդ մեծ քառակուսիներ երկնքում շատ աստղաբաններ անգամ գուժում էին աշխարհի վերջը։ Իհարկե դա տեղի չունեցավ, բայց Հայաստանի համար նույնպես շատ վատ հետևանքներ ունեցավ, գիտեք, որ 99 թվականի ուրեմն հոկտեմբերի 27-ին այդ խավարումից հետո
Տեղ ունեցավ այդ հայտնի տերակտը ազգային ժողովում, որը փոխեց մեր երկրի զարգացման ընթացքը։ Բացի դրանից 99 թվականին դա Յուգոսլավիայի ռմբակոծությունների հարձակման, Յուգոսլավիայի վրա հարձակման, Յուգոսլավիայի տրոհման, այսպես ասած, պիկային տարին է եղել, գագաթնակետն է եղել։ Նու իհարկե Մոնիկա Լևինսկիի պատմությունը եւ այլն, բայց ընդհանուր առմամբ 99 թվականը բավականին բար տարի էր, լի զանազան աղետներով, ավիովթարներով, հրդեհներով եւ այլն։ Եվ նաև շատ հետաքրքիր է 2008 թվականին այդ նույն խավարման կրկնությունը օգոստոսի 1-ին ես շատ լավ եմ հիշում, կարծեմ օգոստոսի 1-ին կամ 2-ին Բարակ Օբամայի ինագուրացիան էր, շատ լավ եմ հիշում, ինչու, որովհետև նաև հենց խավարման օրը ինձ հրավիրեցին Մատենադարան աշխատելու, ես շատ պարզապես իսկապես զարմացած էի, որ հենց այդ օրը ես այդ հրավերը ստացա։ Այսինքն ճակատագրական կարևոր ամիս է նաև այս տարվա օգոստոսը, որովհետև օգոստոսի 12-ին այդ խավարումը նույնպես մեծ ազդեցություն է ունենալու եւ դուք եթե ցանկանում եք հասկանալ անձամբ ձեզ համար ինչպիսի զարգացումներ սպասել, կարող եք վերհիշել ինչպիսի զարգացումներ են տեղի ունեցել ձեր կյանքում 99 եւ 2008 թվականներին եւ ըստ այդմ կպատկերացնեք թե ինչպիսի զարգացումներ կլինեն այժմ։ Այս խավարումը քանի որ տեղի ունենում առյուծ կենդանակերպում, իհարկե խիստ բարենպաստ է բոլոր հրեղեն նշանների համար, մեծ փոփոխություններ կբերի, քանի որ արևի եւ լուսնի միությունը, այսինքն նորալուսնի ժամանակ է տեղի ունենում այդ խավարումը, դա նոր ինչ-որ զարգացումների մասին է խոսում, նոր կյանքում նոր զարգացումներ տեղի կունենան։ Խոյերի մոտ այս խավարում հայտնվում է 5-րդ տանը։ 5-րդ տունը կապված է երեխաների, հաճույքների, բիզնեսի հետ։ Ահա այս ոլորտներում հիմնական փոփոխություններ են սպասվում խոյերին։ Դե իհարկե դրական թե բացասական արդեն պետք է նայել ըստ ձեր քարտեզի եւ ըստ այն զարգացումների, որոնք տեղի են ունեցել այդ Սարոսիցի նախորդ ցիկլերում։ Ինչ վերաբերվում է ցլիկներին, 4-րդ տանն է հայտնվում այդ խավարումը, դա նշանակում է բոլոր զարգացումները հիմնական կապված են լինելու ձեր տան ընտանիքի ծնողների հետ։ Ինչ վերաբերվում է երկորակներին, 3-րդ տանն է հայտնվում խավարումը, որը նշանակում է, որ հիմնական զարգացումները կապված են լինելու ձեր մոտակա միջավայրի հետ, ձեր բարեկամների, հարևանների, քույրերի, եղբայրների հետ, կար ճանապարհների հետ են հնարավոր են խնդիրներ երկորակների մոտ այդ կար ճանապարհների ժամանակ նոր կարևոր ծանոթություններ եւ բանակցություններ։ Ինչ վերաբերում է խեցգետինների մոտ դրական է, որովհետեւ երկրորդ տանն է հայտնվում խավարումը եւ սա նշանակում է, որ ռադիկալ պետք է փոխել ձեր եկամուտների աղբյուրները, ձեր զբաղվածությունը, այդ ամենը ռադիկալ փոփոխությունների եւ բեկումների է ենթարկվելու, քանի որ ասացինք, որ օգոստոսը բեկումնային ամիս է, իհարկե պետք է շատ զգույշ գնալ այդ բեկումների, որովհետեւ ցանկացած ինչ-որ ակտիվ գործողություն, ինչ-որ կտրուկ գործողություն, նա նույնպես կարող է բացասական հետևանքներ ունենալ խավարումների միջանցքի ֆոնին։ Ինչ վերաբերում է առյուծներին, հատկապես մեծ ազդեցություն կունենա այս խավարումը առյուծների վրա, որովհետև առաջի տանն է տեղի ունենում եւ հատկապես այն առյուծների վրա, ովքեր ծնվել են օգոստոսի 10-ից 15 ընկած ժամանակահատվածում։ Այն նրանց մոտ այս խավարումը համընկնում է սոլարի հետ, այսինքն արեգակնային վերադարձի ձեր ծննդյան օրվա հետ, եւ դա նշանակում է, որ խավարման ազդեցությունը ամբողջ ձեր գալիք տարվա վրա տարածվելու է, իսկ դա կարող է բերել զանազան շատ բարդ եւ անկանխատեսելի զարգացումների, այդ թվում ոչ միայն ձեր հետ կապված, այլ նաեւ ձեր ծնողների հետ կապված, հայրերի, պապերի հետ կապված, այսինքն ղեկավարների հետ կապված, որտեղ ասացինք, որ արևի խավարումը հիմնականում նա ազդում է հենց այդ սեգմենտի վրա, հասարակության այդ սեգմենտի վրա, ղեկավարներ, թագավորներ, երկրի առաջի դեմքեր, ինչ որ կազմակերպությունների առաջի դեմքեր, կորպորացիաների ղեկավարներ,
Նաև հայր ընտանիքում դա հայրն է գլուխը, հա, ընտանիքի պապերը, հայրերը, դա ամեն ինչը ազդելու է նրանց վրա։ Նու կարող է նաև բացասական ազդել, դա իհարկե կապված է ձեր աստղային քարտեզից։ Կույսերի համար նույնպես անբարենպաստ է։ Այս խավարումը 12-րդ տանն է, հնարավոր է գաղտնի թշնամիների կամ հիվանդությունների ակտիվացում։ Կշերքների համար 11-րդ տանն է, որը կապված է ձեր նպատակների, երազանքների իրականացման հետ։ Ահա պետք է շատ հստակ պատկերացնել, սիրելի կշերքներ, ինչ եք ցանկանում, ինչի եք ձգտում, ինչ եք ուզում, որպեսզի ձեր կյանքում իրագործվի։ Նաև որոշակի փոփոխություններ են հնարավոր ձեր, եթե չափահաս երեխաներ ունեք, ձեր չափահաս երեխաների կյանքում եւ նաեւ on-line բիզնեսում։ Կարիճների համար եւս շատ ճակատագրական է այս խավարումը լինելու, որովհետեւ հայտնվում է կարիճների 10-րդ տանը, որը ինչ է նշանակում։ Նշանակում է նպատակներ, բարձրագույն այդ կետը, որին մենք ձգտում ենք ողջ կյանքի ընթացքում։ Նոր ինչ-որ աշխատանք, նոր պաշտոն, նոր ծրագրեր, ուղղակի պետք է հստակ հասկանալ, երբ սկսել այդ բոլոր զարգացումները, երբ այսպես ասած զարկ տալ դրանց, որպեսզի ունենալ հաջողությունը եւ խավարումները այստեղ կարող են խանգարել։ Բայց ամեն դեպքում 10-րդ տունը դա շատ բեկումնային շրջան է, թե հասարակական ձեր գործունեության համար, թե ինչ որ փաստաթղթերի, պետական դռան հետ կապված, եթե ինչ որ հարցեր ունեք, դա շատ կարևոր շրջան է լինելու ձեզ համար, սիրելի կարիճներ։ Աղիքնավորների մոտ 9-րդ տանն է, որը բարենպաստ է, կապված է ճամփորդությունների հետ, բայց այնուամենայնիվ պետք է զգուշ լինել ճամփորդությունների ընթացքում եւ անծանոթ վայրեր չգնալ։ Ցանկալի չէ նաև օգոստոսի 12-ին ամբողջ օրվա ընթացքում գտնվել բաց արևի տակ, դա ցանկալի չէ։ Եվ այծեղջյուրների մոտ 8-րդ տանն է, որը բարդ խորհրդանիշ է, 8-րդ տունը կապված է էքստրեմալ իրավիճակների հետ, հիվանդությունների հետ, ֆինանսական խնդիրների հետ, մեծ վարկեր, պարտքեր այդ ընթացքում մի վերցրեք եւ այնուամենայնիվ ձեր դրական կողմը լինելու է նա, որ ձեր գործընկերները կամ զուգընկերները ավելի շատ եկամուտ կստանան։ Ինչ վերաբերվում է ջրհոսներին, ջրհոսների համար նույնպես բեկումնային եւ ճակատագրական է լինելու այս խավարումը 7-րդ տանն է հայտնվում եւ այստեղ հնարավոր են խնդիրներ անձնական կյանքում եւ գործնական գործընկերների հետ եւ զուգընկերների հետ բախումներ են հնարավոր։ Պետք է դուք հասկանաք, արդյոք շարունակում եք ձեր կյանքը տվյալ անձնավորության հետ, թե ցանկանում եք բաժանվել, եթե իհարկե իրավիճակը հասել է այդ պիկին, կամ գործընկերային հարաբերություններում արդյոք ամեն բան հանգիստ է, ներդաշնակ է, թե ինչ որ խնդիրներ կան։ Նույնպես այս խավարումը ձեր ուշադրությունը սևեռում է դրա վրա։ Եվ ձկները 6-րդ տունը նույնպես շատ ճակատագրական եւ բեկումնային է լինելու այս խավարում, ընդհանրապես ամենակարևորը դա հենց այդ 12 օգոստոսի այդ արևի ամբողջական խավարում, ամենավտանգավորը այդ խավարումն է ամբողջ տարվա ընթացքում։ Այստեղ 6-րդ տունը կապված է հիվանդությունների հետ եւ ձեր պարտականությունների եւ աշխատանքի հետ։ Հիմնական խնդիրները կապված են լինելու ձեր աշխատանքի հետ, սիրելի ձկներ, նաեւ առողջության հետ կապված, պետք է ուշադիր լինեք, հատկապես սրտի հետ կապված, ինչու, որովհետեւ առյուծը հենց սիրտն է, արեգակը սիրտն է եւ երբ նա խավարվում է, դա իհարկե անբարենպաստ է, այսինքն խնդիրներ կունենան հատկապես այն մարդիկ, ովքեր քրոնիկական սրտի հետ կապված ինչ-որ խնդիրներ ունեն։ Նամանավանդ եւ Յուպիտերը, եւ Արեգակը, եւ Մերկուրին գտնվում են առյուծում եւ մի հատ էլ խավարում, դա շատ բարդ, առողջական տեսանկյունից դա բավականին բարդ շրջան է, այսինքն այդ օրը օգոստոսի 12-ին դուք հասկացաք պետք չէ շատ ծանրաբեռնվել, ինչ որ բարդ ֆիզիկական վարժություններ անել կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը խիստ անբարենպաստ է ձեր առողջության համար, եթե ունեք հատկապես սրտային խնդիրներ, սիրելի բարեկամներ։
Հաջորդ օգոստոսյան կարևորագույն աստղաբանական զարգացումը դա օգոստոսի 23-ին Երևանի ժամանակով 6:18 վաղ առավոտյան Արեգակը մոտ կգործի կույս կենդանակերպ, որտեղ նա կմնա մինչև սեպտեմբերի 23-ը, մինչև գան աշնանային այդ գիշերահավասարը եւ այստեղ կույս կենդանակերպը իհարկե հողեղեն նշան է, պրակտիկ նշան է, իրատեսական նշան է եւ այդ բոլոր հատկությունների դրսեւորումը բարենպաստ է այդ ընթացքում։ Կույսը բարենպաստ է, քանի որ արեգականացն է տարանցելու է կույս կենդանակերպով, բարենպաստ է բոլոր հողեղեն նշանների համար, ինչպես ցլիկների համար, այնպես էլ այդ եղջյուրների համար, այդ եղջյուրների համար լավ է ճամփորդել այդ ընթացքում օգոստոսի 23-ից հետո, ցլիկների համար լավ է լուծել անձնական հարցեր, սիրային հարցեր, երեխաների հետ կապված հարցեր, այնպես էլ կույսերի հետ, քանի որ գալիս են կույսերի ծննդյան օրերը օգոստոսի 23-ից հետո ես շնորհավորում եմ սրտանց բոլոր կույսակներին, մաղթում եմ նրանց ամենայն բարիք, երջանկություն, բարեկեցություն, ֆինանսական հաջողություններ, անձնական հաջողություններ եւ իհարկե անպայման համեցեք խորհրդատվության, ինչու, որովհետեւ ձեր ծննդյան օրը ընկնում է խավարումների միջանցքի մեջ եւ դա բնականաբար իր դաջվածքը կդնի ողջ գալիք տարվա ընթացքում։ Այդպես չի, որ խավարումը անցավ, եթե նամանավանդ համընկնում է ձեր ծննդյան օրվա հետ, դա շատ այսպես կարևոր տարի է լինելու ձեզ համար, պետք է դա նշել։ Միջակ է, շատ միջակ է եւ ես կասեի այնքան էլ բարենպաստ չէ հրեղ են նշանների համար, ինչպես խոյերի, այնպես էլ առուծների եւ այդ եղջյուրների եւ ուրեմն աղեղնավորների համար անբարենպաստ է նաև այդ թվում նաև օդային նշանների համար, օդային նշաններից հատկապես անբարենպաստ է այս դիրքը կշերքների եւ ջրհոսների համար։ Ինչ վերաբերվում է հրեղեն նշաններին, այստեղ անբարենպաստ է միայն խոյերի համար, առուծների համար եւ աղեղնավորների համար բարեխառն է։ Ջրային նշանների համար նույնպես բարեխառն է այս դիրքը եւ ընդհանուր առմամբ բարենպաստ, սիրելի բարեկամներ։ Խոստացա երկար չխոսել, բայց չի ստացվում։ Ինչպես միշտ 1 ժամն անցնում են իմ վիդեոները, կներեք, բայց ես սովորում շատ մանրամասն, այսպես հանգամանալից բացատրել։ Դե իհարկե ում անհրաժեշտ է այս տեղեկատվությունը, նա անպայման կլսի, կդիտի մինչև վերջ։ Հաջորդ կարևոր աստղաբանական իրադարձությունը օգոստոսի 25-ին Երևանի ժամանակով 14:05 կապի եւ հեռահաղորդակցության մորակ Մերկուրին մուտք է գործում կույս կենդանակերպ, որտեղ նա կմնա մինչև սեպտեմբերի 10-ը։ Մերկուրին կույս նշանում փառավորվում է եւ իշխում է, հասնում է իր զորության գագաթնակետին, այնպես որ արդեն օգոստոսի 25-ից հետո բարենպաստ շրջան է սկսվում ինչ որ կարևոր գործնական քայլերի համար, պրակտիկ քայլերի համար, լոգիստիկայի, առևտրի հետ կապված գործունեության համար ու ավելի կակտիվանա, որովհետև Մերկուրին զորանում է եւ բնականաբար իր էներգիան տարածում այն ոլորտների վրա, որը ես նշեցի։ Մերկուրին կույս կենդանակերպում իհարկե խիստ բարենպաստ է հողեղեն նշանների համար, ինչպես ցլերի համար, այնպես էլ կույսերի համար, կույսերի համար շատ լավ է, որովհետև հայտնվում է առաջի տանը, բոլոր հարցերը լուծվում են, խնդիրները վերանում են, որովհետև իրատես մտածելակերպը վերադառնում է, հա, որովհետև Մերկուրին առյուծում նա չի կարող օբյեկտիվ մտածել, նա շատ էմոցիոնալ է, շատ էգոիստաբար է վերաբերվում ամեն բանին, բայց կույս կենդանակերպում իհարկե այդ այսպես ասած առողջ բանականությունը վերադառնում է մարդկային ուղեղի մեջ։ Եվ նաև այդ եղջյուրների համար նույնպես բարենպաստ է հատկապես ճամփորդությունների համար։ Դե կամուսնանան եւ հետո կգնան հարսանեկան ճամփորդության, հա, այդ եղջյուրները արդեն ուղարկեցինք։ Միջակ է հրեղեն նշանների համար,
Լավ է առույցների համար, հատկապես ֆինանսական ոլորտում, ինչ վերաբերվում է աղեղնավորների համար գործնական ոլորտում, իսկ խոյերի համար աշխատանքային ոլորտում։ Օդային նշանների համար բարեխառն է եւ անբարենպաստ։ Երկորակների համար հիմնականում տարածվելու է տան ընտանիքի վրա, կշերքների համար գաղտնի թշնամիների ակտիվություն, իսկ ջրհոսների մոտ էքստրեմալ իրավիճակներ եւ ֆինանսական խնդիրներ են հնարավոր, ընդհանրապես ջրհոսները պետք է օգոստոս ամսվա ընթացքում զգուշանան ֆինանսական խնդիրներից, մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք սիրելի ջրհոսներ։ Ինչ վերաբերվում է ջրային նշաններին, իհարկե ջրային նշանների համար բարեխառն է, հատկապես անբարենպաստ է այնուամենայնիվ կույս նշանում որակների կուտակումը ձկների համար, ձկների 7-րդ աստղատունն է եւ այստեղ խորանալու են նրանց հակասությունները գործընկերների, զուգընկերների հետ, կարիճների համար նպատակների երազանքների իրականացում, խեցգետինների համար կարճ ճանապարհներ եւ լավ լուրեր։ Կբերի Մերկուրին կույս կենդանակերպում։ Եվ ի վերջո, իհարկե, խավարումների միջանցքը փակվելու է այս տարվա ամառային խավարումների միջանցքը փակվելու է օգոստոսի 28-ին 8:12 րոպեին լուսնի մասնակի խավարում տեղի կունենա 4 աստիճան ձկներ կենդանակերպում։ Այս խավարումը իհարկե Հայաստանում նույնպես դիտել չի հաջողվի, երևալու է Ռուսաստանի արևմուտքում, Եվրոպայում, Արևմտյան Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Ատլանտյան խաղաղ եւ Հնդկական օվկիանոսներում, բայց շատ հատվածաբար։ Եվ խավարումը, քանի որ մասնակի է, իհարկե այնքան մեծ բացասական ազդեցություն չի ունենալու, բայց ընդհանուր առմամբ պետք է ասել, որ օգոստոսի երկրորդ կեսը առանձնանալու է բարդություններով, խնդիրներով, աղետներով, զանազան վթարներով, պետք է շատ զգուշ լինել։ Ես հենց սկզբից վիդեոյի ասացի, որ հոգևոր ուժերը գնում են հանգստի եւ այսպես մարդկանց վրա վերահսկողությունը իրենց հրեշտակների կողմից ավելի թուլանում է եւ այդ իսկ պատճառով պետք է շատ զգուշ լինել։ Եթե ամբողջ տարվա ընթացքում պահապան հրեշտակը իր թաթիկը պահում է ձեր գլխի վերևում եւ դուք խուսափում եք շատ բարդություններից, ապա օգոստոսը այդ ամիսը չէ եւ դա պետք է հաշվի առնել։ Դե իհարկե, քանի որ ջրային նշանում է այս խավարումը, ջրային նշանների համար բարենպաստ է, բայց հրեղեն նշանների համար այնքան էլ բարենպաստ չէ այս լուսնի մասնակի խավարումը։ Խոյերի մոտ 12-րդ աստղատանն է հայտնվում այս խավարումը եւ դա բերելու է գաղտնի թշնամիների ակտիվությանը։ Պետք է շատ զգուշ լինել, նաեւ գաղտնի հիվանդություններ կարող են զարգանալ։ Ցլերի համար բարենպաստ է հիմնականում վերաբերվելու են այդ զարգացումները, ընդհանրապես խավարումը տեղի ունենում լուսնի խավարումները լիալուսնի ժամանակ, իսկ լիալուսինը լուսավորում է եւ կենտրոնացնում է իր, այսպես ասած, ձեր ուշադրությունը դրա ոլորտի վրա, որտեղ այն լիալուսինը տեղի ունենում, կոնկրետ ցլերի մոտ դա երազանքների ոլորտն է, պետք է հստակեցնել ձեր ցանկությունները եւ երեխաների հետ կապված դրական զարգացումներ, օնլայն բիզնեսի հետ կապված նույնպես որոշակի դրական զարգացումներ են սպասվում։ Երկորյակների համար 10-րդ տանն է հայտնվում լուսնի մասնակի խավարումը եւ 10-րդ տունը կապված է նպատակների, գործնական ծրագրերի, սոցիալական ոլորտի հետ, սոցիալական կարգավիճակի հետ, պետական դռան հետ, փաստաթղթերի հետ, ահա այս ոլորտում հիմնականում ծավալվելու են այսինքն պետք է այդ հարցերը կարգավորել եւ լուծել, ուշադրություն դարձնել դրա վրա։
Այստեղ եւ բաժանություն կարող է տեղի ունենալ եւ միություն կարող է տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ կրկին անգամ հիշեցնեմ, որ ամուսնությունները խավարումների միջանցքի ներս, նաև խավարումների միջանցքի մոտակայքում այնքան էլ բարենպաստ չեն եւ պետք է զգուշանալ, որովհետեւ հետագայում չեք կարող փոխել, եթե ինչ որ խնդիրներ ունենաք, սիրելի բարեկամներ, ամուսնության մեջ չեք կարող փոխել, բաժանվել եւ այլն։ Կամ դա շատ դժվար կլինի։ Ինչ վերաբերում է խեցգետիներին, բարենպաստ է, որտեվ 9-րդ աստղատանն է հայտնում, այստեղ արտասահմանի հետ կապված զարգացումներ են, պետք է ուշադրություն դարձնել, եթե վաղուց չեք կարողանում ինչ-որ փաստաթղթեր ձևակերպեք արտասահման մեկնելու հետ կապված կամ պետք է որոշեք, արդյոք ցանկանում եք մնալ ձեր հայրենիքում, թե տեղափոխվել բնակվելու, արդեն մշտական բնակվելու արտասահման, կապված է նաև դատական գործ, եթե ունեք դատական գործընթացներ, ապա դրա վրա պետք է մեծ ուշադրություն դարձնել, դասավանդման վրա, նոր ուսում նույնպես Առույցների մոտ անբարենպաստ են, ընդհանրապես այդ խավարումները շատ ծանր ազդեցություն եւ բեկումնային եւ ճակատագրական ազդեցություն կթողնեն առույցների վրա, որտեւ կոնկրետ այս լուսնի խավարումը 8-րդ աստղատանն է, որը էքստրեմալ իրավիճակների, առողջական խնդիրների, ինչ որ բարդությունների եւ խոչընդոտների տունն է 8-րդ տունը, եւ այստեղ իհարկե այդ լուսնի խավարումը շատ կարող է բարդություններ առաջացնել բիզնեսում, ֆինանսական ոլորտում, այնպես որ նորից կրկնեմ, որ առույցներին նույնպես ցանկալի չէ մեծ վարկեր կամ պարտքեր վերցնել այս դժնդակ ճակատագրական եւ բեկումնային օգոստոս ամսվա ընթացքում։ Նաև այնուամենայնիվ դրական զարգացումներից հնարավոր է ժառանգություն ստանալ կամ հնարավոր է ձեր ինչ-որ հատուցում ստանաք ապահովագրությունից, հնարավոր է նաև ձեր զուգընկերների կամ գործընկերների եկամուտները աճեն, բայց ընդհանուր առմամբ լուսնի խավարումը կարող է նաև առաջացնել լրջագույն խնդիրներ կանանց մոտ, առողջական խնդիրներ, պես որ պետք է զգուշ լինել, եթե արևի խավարումը տղամարդկանց խնդիրները ավելի շատ առաջացնում, ապա լուսնի խավարումի բնականաբար կանանց մոտ է առաջացնում։ Կույսերի մոտ 7-րդ տանն է, այս խավարումը նույնպես խիստ անբարենպաստ է, խնդիրներ կառաջանան ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ փոխհարաբերություն, պետք է ուշադրություն դարձնել, պետք է հասկանալ արդյոք դուք ցանկանում եք շարունակել կյանքը տվյալ մարդու հետ կամ շարունակել գործընկերային հարաբերությունները տվյալ անձնավորության հետ, թե ցանկանում եք ընդհատել։ Նու կույսերը պետք է շատ հստակ պատկերացնեն եւ հասկանան այդ 7-րդ տան բովանդակություն, իհարկե Նեպտունն ու Սատուրնը արդեն լքել են կույսերի 7-րդ տունը, բայց այնուամենայնիվ այս խավարումը կրկին անգամ հիշեցում է լինելու կույսերի համար, որ այդ փոխհարաբերությունները շատ կարևոր են։ Կշերքների մոտ նույնպես բարդություններ կլինեն, 6-րդ տանն է հայտնվում խավարումը լուսնի մասնակի եւ դա կապված է լինելու հիմնական բարդությունները աշխատանքի հետ եւ առողջության հետ են կապված լինելու։ Կարիճների մոտ բարենպաստ է 5-րդ տանն է, 5-րդ տունը ստեղծագործության տունն է, երեխաների տունն է, հաճույքների հանգստի տունն է, այսինքն այդ խավարումը կնպաստի հանգստությանը, էներգետիկ այսպես վերականգնմանը, այնպես որ կարիճների համար լավ է։ Աղեղնավորների մոտ այս խավարումը հայտնվում է 4-րդ աստղատանը, որը կապված է տան ընտանիքի ծնողների բնակության վայրի հայրենիքի հետ։ Նույնպես պետք է աղեղնավորները որոշեն այս բարդ շրջանում, երբ Ուրանը սկսում է դիմակայել ձեր արեգակին, սիրելի աղեղնավորներ, դուք պետք է հասկանաք, արդյոք դուք ցանկանում եք շարունակել այն կյանքը, որը վարում եք, որտեղ Ուրանը 180 աստիճանով ձեր կյանքը փոխելու է, վստահ եղեք։ Որոշակի խնդիրներ ընտանիքի ծնողների հետ կապված, տան հետ կապված, առողջարկ, թե հիպոթեք, թե ոնց եք պատկերացնում այդ անշարժ գույքի հետ կապված ձեր խնդիրները ինչպես եք լուծելու։ Այդ եղջյուրների մոտ 3-րդ տանն է հայտնվում խավարումը, որը նույնպես կապված է ճամփորդությունների հետ։ Ես հասկանում եմ, որ օգոստոսի 2-րդ կեսը այդ եղջյուրների մոտ հիմնականում ճամփորդություններ են, քույրերի, եղբայրների հետ փոխհարաբերությունների վրա պետք է ուշադրություն դարձնել, մոտակա միջավայրի հետ փոխհարաբերություններում եւ նաեւ շարժական գույքի հետ կապված պետք է ուշադիր ստուգել մեքենան, որպեսզի խնդիրներ չունենալ։
Ջրհոսների մոտ երկրորդ տանն է հայտնվում այս լուսնի մասնակի խավարումը եւ բերելու է եկամուտների հետ կապված, այսինքն ֆինանսական ոլորտի հետ կապված հստակեցում է պահանջելու, այսինքն պետք է հասկանալ դուք ցանկանում եք շարունակել օգտվել այս ֆինանսական աղբյուրներից, թե ցանկանում եք այլ ֆինանսական աղբյուրներով փոխարինելու, այդ ամենը իհարկե վճռական քայլեր արդեն սեպտեմբերին, որովհետև խավարումների միջանցքից ներս նաև 2 շաբաթ կամ 1-2 շաբաթ առաջ եւ հետո դա արդեն ազդեցությունը խավարումների հզոր է լինում եւ նույնպես ցանկալի չէ շատ կտրուկ այսպես քայլեր որոշումներ կայացնել։ Եվ ձկների մոտ իհարկե ձկները շատ ուժեղ կզգան այս խավարումը լուսնի մասնակի, որտեղ իրենց առաջի տանն է, որը կապված է բոլոր 12 տների հետ եւ հատկապես ուժեղ կզգան այս խավարումը այն ձկներ, ովքեր ծնվել են փետրվարի 21-ից 24-ը 27-ը ընկած ժամանակահատվածում։ Այսինքն նրանց մոտ այդ շատ ուժեղ այդ խավարումը բոլոր կյանքի ոլորտներում նա ակտիվ կդրսևորվի, թե անձնական ոլորտում, թե գործնական ոլորտում, փոխհարաբերությունների ոլորտում, ինչպես եք պատկերացնում ձեր հետագա հարաբերությունների զարգացումը ձեր գործընկերների, զուգընկերների հետ, աշխատանքի հետ կապված գործնական ոլորտի հետ, ֆինանսական ոլորտի հետ, այսինքն ձկները պետք է շատ լավ մտածեն եւ կողմնորոշվեն։ Նաև որովհետև ուրան մորակը առաջացնում է արդեն մտնելով երկվորակներ ձկների հետ առաջացնում է լարված քառակուսի, որը որ նույնպես ճիշտ է Սատուրն ու Նեպտունը արդեն լքել են ձկները եւ արդեն դադարել են ձեր այդ տիեզերական տանջանքները, բայց այնուամենայնիվ Ուրանի եւ ձեր արեգակի քառակուսին նույնպես ձեզ այսպես տոնուսի մեջ է անընդհատ պահելու եւ ստիպելու է որ դուք ինչ որ նոր որոշումներ, նոր լուծումներ գտնեք արդեն իսկ եղած խնդիրներին, այլ չշարժվեք այն նույն սկզբունքներով, որը որ նախկինում որդեգրել եք սիրելիներս։ Նու իհարկե ավելի մանրամասն, եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է ձեզ սպասվում օգոստոսին եւ ոչ միայն օգոստոսին, արդեն համեցեք խորհրդատվության, ես հիշեցնեմ, որ շարունակվելու է նաև օգոստոսին զեղչերը, բացառիկ եւ շատ մեծ զեղչեր, 50% զեղչ գործելու է իմ on-line խորհրդատվության համար եւ նաև բոլոր մոգական ծառայությունների համար շտապեք օգտվել, տեղերը խիստ սահմանափակ են։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում օգոստոսին, բեկումնային եւ ճակատագրական օգոստոսը մատուցելու է զանազան անակնկալներ մեզ եւ որպեսի խուսափել վատագույն զարգացումից իհարկե անպայման պետք է գալ խորհրդատվության, ստանալ այդ խորհրդատվությունը, իմանալ թե ձեզ ինչ է սպասվում։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Ամնե Հախվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, հետևեք ինձ նաև իմ երկրորդ YouTube-յան ալիքով Աստրոմագիա եւ թալիսմաններ մոգական էքսկլյուզիվ երկրորդ YouTube-յան ալիքով որտեղ կան զանազան հնարքներ, մոգական աղակարգեր, հմախոսություններ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել ցանկացած կենսական խնդիր եւ դժվարություն եւ ապրել ավելի երջանիկ, բարեկեցիկ եւ ներդաշնակ կյանքով։ Հետևեք ինձ նաեւ սիրելի բարեկամներ Facebook-յան էջում արդեն գործում է իմ կայքը, անպայման անցեք հղմամբ այս վիդեոյի տակ նկարագրության մեջ, այնտեղ ներկայացված է եւ իմ կայքը եւ բոլոր YouTube-յան էջերը եւ Facebook-ը, հետևեք ինձ TikTok-ում, Instagram-ում, Telegram-ում, այդ ամենը ներկայացված է վիդեոյի տակ նկարագրության մեջ, այնտեղ կան նաև իմ բոլոր կոնտակտային տվյալները ինձ հետ կապնվելու եւ հերթագրվելու համար։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ, ես ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք, ես ձեզ ցանկանում եմ ֆանտաստիկ օգոստոս, չնայած բոլոր խոչընդոտների եւ բարդությունների։ Ամենայն բարիք եմ ձեզ մաղթում, ստեսություն կհանդիպենք։